Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Մերձավոր Արևելքում շարունակվում է մահաբեր պատերազմը եւ առայժմ թունելի վերջում լույս չի նշմարվում, թե երբ այն կկանգնեցվի։ Նախորդին իրանական պետական ֆարս լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի սպանված առաջնորդ Ալի Խամենեի որդին Մոջթաբա Խամենեին բանիմացների խորհրդի կողմից ընտրվել է նոր գերագույն առաջնորդ։ 57-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի սպանված գերագույն առաջնորդի որդիներից երկրորդն է իր տարիքով։ Նա մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին 1987-ից 88 թվականներին եւ ըստ որոշ տվյալների էր կառավարում Բասիջ աշխարհազորը, որը օգտագործվում էր ընտրություններից հետո բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այդ ամենի խորապատկերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը, եթե հաստատվի, երկար չի դիմանա, եթե Թեհրանը նախ չստանա սպիտակ տան հաստատումը, հավելելով, որ ԱՄՆ-ն ուզում է համոզվել, որ ստիպված չի լինի վերանայել այս հարցը յուրաքանչյուր 10 տարին մեկ։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ այս փուլում Իսլամական Հանրապետությունը համարում է թղթևագր, սակայն մեկ շաբաթ առաջ Իրանը ըստ Թրամփի պլանավորում էր հարձակվել ամբողջ Մերձավոր Արևելքի վրա, գրավել այն։ Միևնույն ժամանակ Իրանը եւ Իսրայելը շարունակում են փոխադարձ օդային հարվածները միմյանց տարածքի վրա։ Երեկ Իրանում Մոջթաբա Խամենեի որպես նոր գերագույն առաջնորդ նշանակման արդիվ փողոցային տոնակատարությունների ֆոնին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Քերմանշահ քաղաքին, իսկ Իրանը Խորմաշար կաստետային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելում գտնվող թիրախների վրա։ Երեկ հայտնի է դարձել նաեւ, որ Թուրքիան 6 F-16 կործանիչ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել հյուսիսային Կիպրոսում Իրանի հետ պատերազմի պայմաններում թուրք բնակչության անվտանգությունը բարձրացնելու համար։ Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կձեռնարկի լրացուցիչ միջոցներ։ Նշենք, որ եվրոպական պետությունները վերջին օրերին ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը կղզում, քանի որ անցյալ շաբաթ ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքը, որը անվտանգության պաշտոնյաների կարծիքով հարձակվել է Լիբանանում Իրանի դաշնակից Հեզբոլլահին, հարվածել է Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազային։ Բացի այդ, անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի համակարգերը որսացել էին Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռ։ Իրանը հերքել է իր առնչությունը այդ հրթիռին։ Իսկ ահա Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղությամբ։ Բաղային նաեւ նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր միջնորդական ջանքերի քննարկումն այս պահին անիմաստ է։ Նա այս հայտարարությունը արել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, հավելելով, որ Իրանը պարտադրված պատերազմ է մղում, որը ինքը չի սկսել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեին Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ, այս մասին հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։ Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է, որ այս բարձր պաշտոնը ստանձնելը կպահանջի մեծ քաջություն եւ նվիրվածություն երկրում սրվող զինված հակամարտության պայմաններում։ Նա վստահություն է հայտնել, որ նոր առաջնորդը պատվով կշարունակի իր հոր Ալի Խամենեիի ժառանգությունը եւ կկարողանա միավորել իրանցի ժողովրդին ծանր փորձությունների առջեւ։ Պուտինը նաեւ վերահաստատել է Մոսկվայի աջակցությունը Թեհրանին եւ համերաշխությունը նրա իրանցի ընկերների հետ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը եղել է ու կմնա Իրանի հուսալի գործընկերը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առջև ծառացած դժվարին խնդիրների լուծման գործում, ինչպես նաև քաջառողջություն եւ տոկունություն, եզրափակել է Ռուսաստանի նախագահը։ Ուկրաինան որսիչ անօդաչուներ եւ ԱԹՍ-ների գծով փորձագետների խումբ է ուղարկել Հորդանան ամերիկյան ռազմաբազաների պաշտպանությունը ապահովելու նպատակով, այս մասին New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով ԱՄՆ օգնության խնդրանքով դիմել էր 5-շաբթի օրը եւ ուկրաինական խումբը արդեն մեկնել է հաջորդ օրը։ Նշենք, որ Սպիտակ տունը դեռևս չի պատասխանել պարբերականի հարցման այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտոնապես դիմել է Ուկրաինային օգնության համար։
ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները անսպասելիորեն չեղարկել են մարտի 10-ին նախատեսված իրենց այցը Իսրայել, այս մասին հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։ Ավելի վաղ Axios պորտալը հաղորդել էր, որ նրանք պետք է հանդիպեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Մինչ այդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Իրանի դեմ գործողությունը դադարեցնելու որոշումը կկայացվի Նեթանյահուի հետ համատեղ։ Channel 12-ը հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին հաղորդել էր, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև լարվածությունը սրվում է, դրա պատճառը Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա հարվածներն էին։ Նրա խոսքով Թել Ավիվը Վաշինգտոնին զգուշացրել էր էներգետիկ օբյեկտների վրա նախատեսված հարվածների մասին, բայց չէր հայտնել դրանց մասշտաբի վերաբերյալ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերը Ժուան Պոնս Սանպիետրոյի հետ։ Պապուաշվիլին ողջունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի եւ նրան ուղեկցող պատվիրակության այցը Վրաստան եւ շնորհակալություն հայտնել բաց ու կառուցողական երկխոսության պատրաստակամության համար։ Նա նաեւ ընդգծել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի օբյեկտիվ զեկույցի կարեւորությունը։ Պապուաշվիլիի խոսքով Վրաստանը ԵԱՀԿ-ին նվիրված ու ակտիվ անդամ է եւ կշարունակի աջակցել կազմակերպության գործունեությանը։ Պապուաշվիլիի խոսքով Վրաստանի խորհրդարանը օրենքներ է ընդունում երկրում ծավալվող իրադարձություններին ի պատասխան ու ակտիվորեն աշխատում է վրացական ժողովրդավարությունը պաշտպանելու ուղղությամբ։ Նա նաև վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի աջակցությունների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում Պապուաշվիլին ընդգծել է խորհրդարանի կողմից անցյալ տարի նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։ Կողմերը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք առաջինի հետ։